Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եթե լուրջ համարում եմ, որ այո, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը ավելի լավ է թող հիշի իմ եւ իրա վերջին հանդիպումը։ Իսկ որպես կեսկատակ կասեմ, ինչքան ինքը ու իր նմանները խոսեն, այնքան մենք շատ ավելի շատ ձայներ ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրանց էլ եմ դա ասել։ Ես ասել եմ նաեւ, որ եթե դուք ելույթ եք ունենում, ասում եք, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանը վատն է, Ալեն Սիմոնյանը վատն է, Էմիսը վատն է, բայց մենք եւ մեր դարավոր հայ ժողովրդի ընկերությունը եւ մեր բարեկամությունը, այդ խոսակցությունները մեր մոտ ծիծաղ են առաջացնում։ Ես նկատի ունեմ ոչ թե իմ մոտ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ դադարեք մեզ նման ձևով հարվածելը։ Ես դա ասել եմ եւ չեմ թաքցնում։ Հուսամ իրանք կհասկանան, բայց պարոն Զատուլինը կարող է նաև հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարարը, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։ Ինձ մեկ է։ Ինձ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության շահերը առաջ գնան եւ ինձ մենակ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության շահերը, թե դժգոհ են, դժգոհ չեն, լավ, ուրեմն պետք է քննարկենք, բայց ինչի եմ գնում այնտեղ։ Ես գնում եմ, որ այդ հարցերը քննարկեմ, բայց եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է խաղաղություն կառուցի, եթե Հայաստանի Հանրապետության զինվորները, տղաները պետք է չթան մահանան, անկեղծ ինձ մեկ է որևիցե այլ երկրի ինչ որ ներկայացուցի էմոցիան։ Ռազմավարական դաշնակցի վերաբերմունքը, էմոցիաները քաղաքականության մեջ որևիցե նշանակություն չունեն։ Կա շահ։ Շահերը ուրիշ է, եթե էմոցիայի մասին ենք խոսում, ուրիշ խոսակցություն է։ Շահերը գիտեք ինչ, ժամանակին էլ եմ ասել, եթե իրանց շահը որևիցե երկրի, չլինի դա Ռուսաստան, թող լինի մեր ամենաշատ սիրած Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, եթե իրանց շահերը բրդի, ասի, որ պետքա Հայաստանը մանրադրամ դարձնել, Հայաստանը դառնալու է մանրադրամ։ Եվ ոչ մեկ դա չի ժխտում, բայց երբ որ մեր վրա ճնշում է գնում, դրան դիմադրելը եւ ասելը հոպ, դա մեր պարտականությունն է։ Ասել կանգնեք, որովհետև հա հասկանում ենք ձեր շահերը, բայց եկեք մեզ մի ոչնչացրեք, հա մենք ենք մեռնում, ձեզ մեր երեխեքն են մեռնում, այսինքն ինչ ասենք այդ ինչ տրամաբանություն է, ասենք դե ռազմավարական գործընկերն է, ուղարկենք եւս 3000 հոգի մարդ թող գնա զոհովի, հա, որտեվ ռազմավարական գործընկերը չկա, չէ, դժվար է, իրականում դժվար է այդ խոսակցությունը, իրականում դժվար է այդ բարձրաձայն ասելը, որովհետև այդ հսկա երկիրը իր հսկա հնարավորություններով, որը որ անսպառ հնարավորություններ ունի, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մեր հենց գործը այն է, որ մենք դա իրանց ասենք։ Ու ես իրանց ասել եմ այն ինչ որ վարչապետը երեքստեղ ասեց, որ մենք իրանց հետ չենք կռվելու։ Մեր միակ ուզած բանը նա է, որ մենք ունենք մեր շահերը, իդեպ այդ շահերը տենց մինիմալ են, հա, էկզիստենցիալ շահերի մասին է խոսքը գնում այսօրվա օրով, եւ այդ շահերը մենք ուղղակի տեղ չունենք զիջելու։ Սա է։ Գազը, յաթը, դրանք ինչ են այս համար։
Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք իրենց առաջարկ ենք անում։ Երեք վարչապետը նաև ասաց, որ այն ինչ որ Վաշինգտոնում ստորագրվել է, նաև իրենց դա առաջարկվել է։ Մենք իրենց առաջարկել ենք նաև, երեք վարչապետը ասում էր 1 կիլոմետր, 4 կիլոմետր։ Մենք դա իրենց առաջարկում ենք։ Նորից եմ ասում, մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն, ոչ նպատակ չունենք, չենք ունեցել, բայց մենք նպատակ եւ անհրաժեշտություն ունենք պաշտպանվելու Հայաստանի Հանրապետության, այն որ ասում եմ Հայաստանի Հանրապետության, նկատի ունեմ հենց անկախ հանրապետության, ոչ թե ինչ որ կազմում, ինչ որ հա դրոշով իր պարլամենտով, բայց ինչ որ ֆեդերատիվ, ինչ որ մի այլ դրա մեր նպատակը դա ու մենք դա միջև վերջ ատամներով պաշտպանելու ենք։ Նույնիսկ այդ այնց մեծ հսկայի, եթե ինքը այնց որոշում ունի եւ ունենա։ Ինչն է տարօրինակ։ Ուղղակի ես գիտեք ինչն է խնդրեմ, որտեվ այդպես միշտ սովոր ենք էլի երևի որ այդպես եթե դե մեծ երկիր է բանա, պետքա բան անենք։ Հա արեցինք այդպես 30 տարի արեցինք։ Ղարաբաղում արեցին, Ղարաբաղի կառավարությունը դա արեց։ Ինձ ընդդեղի ղեկավարը ասում էր դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղը այսօր ամենաապահով տեղն է 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր ձեր մասին մտածեք։ Գրում էին «Սպասիբա Ռոսիա» եւ այլն եւ այլն։ Մտածում ենք Հայաստանի Հանրապետության մասին ենք մտածում ու շարունակելու ենք մտածել ու ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ է մտածելու Հայաստանի Հանրապետության անկախության մասին, տերականգնելու Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխանությանը, այն իրավունքին, որ ինքը ինձ կարա Facebook-ում ինչ ասես ասի ու դրա համար չպատժվի։ Ու այսօր այո իրոք ով ում իմ մասին ինչ ուզում ասում է օրենքի շրջանակներում եւ չպատժվում։ Միջև այն պահը, երբ որ ինքը օրենք է խախտում։ Խոսքի ազատություն, լրագրողները, դուք լրագրող պետք է բոլոր լրագրողները գնաք քաղաքացիական պայմանագիր ընտրեք։ Ես ձեզ լուրջ եմ ասում։ Եթե ծուռը նստենք դուզը խոսենք, կներեք այս խոսակցականի համար։ Այն խոսքի ազատությունը, որը որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա, սա երազանք է։ Սա երազանք է, սա ձեր ազատությունն է, սա ձեր աշխատելու տեղն է, այս հասկանում եմ, միգուցե մեկին չեք սիրում, միգուցե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, բայց հավատացեք, ոչ առաջ, ոչ Աստված մի արածցե, եթե մենք վերադառնանք անցյալ, դուք այդ հնարավորությունները չեք ունենալու։ Արի չվերացենք մեր քո հարցազրույցին, հա։ Ես վստահ եմ, որ ընտրությունների օրը դու եւ շատ ընդդիմադիր լրագրողներ գնալու են քաղաքացիական պայմանագիր ընտրել։ Ես վստահ եմ դրա մեջ։